Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհին գտնվող հուշապատին կավելացվեն ցեղասպանության ժամանակ հայերի պաշտպանության գործում իրենց ավանդն ունեցած Ռաֆայել Լեմկինի եւ Լուի Դարտիշ Դյուֆուրենի անունները հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտից են տեղեկացնում։ 100 մետր երկարությամբ ձգվող բազալտե հուշապատի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան 5 տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարները հրապարակող օգտահաշիվները դադարել են արգելափակվել, հայտնում է փորձագետ Սամվել Հայրապետյանը։ Նա նշել է, որ արգելափակումները որպես կանոն տեղի են ունեցել ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։ Այժմ իրավիճակը փոխվել է։ Հրամանատարի նկարը ջնջելու դեմ բողոքարկելու արդյունքում դրանք հիմնականում վերականգնվում են։ Նույնը տեղի ունենում նաև Մոնթեի անուն ազգանունով հրապարակումների հեռացման դեպքում։ Բողոքարկումից հետո դրանք եւս վերականգնվում են։ Նուբարաշեն կալանավայրում պատիժ կրող դատապարտյալներից մեկը ինքնասպանություն է գործել, կախվել է ինքնաշեն պարանով։ Քրեակատարողական ծառայությունից փոխանցում են, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին ժամը 11:30-ի սահմաններում։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Երևանի Երևանի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեպքի առթիվ նախաձեռնել են քրեական վարույթ։ Տնակահարություն եւ կրակոցներ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակելի 2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում կա վիրավոր։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքը տեղի ունեցել ժամը 13:30-ի սահմաններում։ Դեպքի վայրում հայտնաբերել են 1 կրակած եւ 2 չկրակած պարկուճ։ Վերելակի մոտ աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերել են արնանման հետքեր։ Դեպքի փաստով նախաձեռնել են քրեական վարույթ, պարզվում է վիրավորի նաեւ դեպքի մասնակիցների ինքնությունը։ Այս շաբաթ Երևան աշտարակ ճանապարհի լանջերին մոտ 700 ծառով նոր անտառային գոտի կհիմնեն։ Տեղեկացնում է Երևանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ը։ Ամռանը 3000-ից 4000 ծառ ու թուփ կտնկեն։ Քաղաքապետն էլ հայտնել է, որ շաբաթ օրը Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում տնկվել է 1300 ծառ եւ 2 մրտադալար թուփ։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։